Բարի երեկո, դուք դիտում եք բացհարթակ, այսօր իմ հյուրը ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Ծովինար Վարդանյանն է, բարև ձեզ։ Բարի երեկո։ Եվ այսպես Տիկին Վարդանյան, այսօր արդեն 2026 թվականի հունվարի 1-ն է եւ դուք ձեր, այսպես ասած, ամանորյա ուղերձում մի հետաքրքիր շեշտադրում եք արել, որ առաջին անգամ դիմավորում ենք եւ դիմավորեցինք ամանորը խաղաղության պայմաններում տասնամյակներ շարունակ մեր սեղանների շուրջ որպես մաղթանք ու բոլորիս երազանք հնչած խաղաղությունը այսօր մեր իրականությունն է։ Այ կխնդրեմ հենց այս թեմային անդրադառնանք, որովհետև իրականում գուցեև շատ հաճախ չի էլ նկատվում, բայց մենք ամեն դեպքում առաջին անգամ դիմավորեցինք, ինչպես դուք եք ասում, խաղաղ պայմաններում։ Ճիշտ եք, իմ ուղերձը ավելի շնորհավորանքս կարելի ասել նույնիսկ մի քանի օր շուտ էի հրապարակել, որպեսզի ժամանակ լիներ մտորելու այն մասին, թե արդյոք մենք նկատում ենք խաղաղությունը, որը ներկա է այսօր, որովհետև գրառմանս մեջ էլ նշել էի, որ խաղաղությունը պատերազմի պես չի աղաղակում, այն լուր է, ապաքինող է եւ մենք պետք է ուղղակի սովորենք նկատել նրա ներկայությունը, գնահատել նրա ներկայությունը եւ ամեն ինչ անել, որպեսզի պահենք եւ փայփայենք եւ հնարավորինս էլ ավելի ամրապնդենք այն խաղաղությունը, որը ձեռք ենք բերել։ Ինչ է կարծում, մենք կարողանում ենք գնահատել, արժևորել այն պահը, որը այս պահին կա, որովհետև շատ հաճախ ասում են ժողովրդի հիշողությունը կարճ է։ Պետք է, այսպես ասեմ, մենք տասնամյակներ շարունակ ապրել ենք կոնֆլիկտի մեջ, ունեցել ենք, ասենք, պատերազմական իրավիճակ, բայց կոնֆլիկտը երբևէ չի դադարել նույնիսկ այն ժամանակ, երբ սահմանին ենթադրենք կրակոց չի եղել այդ օրը, հա։ Միևնույնն է, մենք կոնֆլիկտի մեջ ապրող երկիր ենք եղել եւ բնականաբար մեր հասարակությունը նույնպես իր կարելի ասել մասամբ նույնիսկ գենետիկ մակարդակում, որովհետեւ սերունդներ կան, որոնք ծնվել են արդեն այն պայմաններում, երբ մենք կոնֆլիկտի մեջ ենք եղել։ Գենետիկ մակարդակում կրում է այդ կոնֆլիկտի կարելի ասել վատ բոլոր իր գործոնները մարդը իր մեջ, հա, թե իր հիշողության մեջ եւ ոչ սուբյեկտիվ տեղը, շատ օբյեկտիվորեն ինչ որ բաներ, որոնք մարդկանց մեջ կան, եւ մենք այս պահին ամենակարևորը մեր համար դա այդ տրանսֆորմացիան շատ արագ անցնելն է, այսինքն կոնֆլիկտի երկրի քաղաքացուց դեպի խաղաղ պետության քաղաքացի։ Այդ տրանսֆորմացիան մտածողության փոփոխություն է, այդ տրանսֆորմացիան ակնկալիքի փոփոխություն է, լավատեսության ավելի մեծ լավատեսության ձեռքբերում է եւ այսինքն մեր ուշադրությունը այս պահին պետք է սևեռենք ավելի շատ զարգացման, մեր բարեկեցության ապահովման, այս ուղղությամբ պետք է աշխատենք մենք եւ մենք պետք է կարողանանք նաեւ մեր քաղաքական թիմի մասին եմ խոսում, ինքներս շատ արագ այդ տրանսֆորմացիան ապրելու եւ դա փոխանցելու քաղաքացուն, որպեսզի քաղաքացին էլ հասկանա, որ այն ձեռքբերումը, որը ունենք, դա իրեն տալիս է նոր հնարավորություններ, այսինքն սա մի հատ երկրորդ շունչ է, որը կարելի ասել առաջի անգամ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն, որպես անկախ պետություն եւ խաղաղ համակեցության պայմաններում հնարավորություն է ստացել իր քաղաքացիների ողջ պոտենցիալը օգտագործել իր պետության զարգացման բարօրության համար։ Իսկ հենց այս հարցն եմ ուզում հասկանալ, արդյոք քաղաքացիները արժևորում են այս պահը, Տիկին Վարդանյան, որովհետև շատ հաճախ մենք տեսնում ենք նույն բենզինի պատմությունը, չէ, որ բոյկոտեք են բենզալցակայանները, որտեղ վաճառվում է օրինակ ադրբեջանական բենզինը։ Արդյոք քաղաքացին պատրաստ է այդ խաղաղ համակեցությանը։ Քաղաքացին միշտ պատրաստ է խաղաղ համակեցության։ Հարցը այնտեղ է, թե ինչպես են որոշ շրջանակներ փորձում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն մոլորեցնել, ասելով, թե գոյություն ունի արժանապատիվ խաղաղություն եւ գոյություն ունի ուղղակի խաղաղություն։ Խաղաղությունը խաղաղություն է եւ խաղաղության գնալը արդեն իսկ արժանապատվություն է եւ բոլոր այն բարիքները, որը պետք է տա խաղաղությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին շատ արագ դրանք եւ ընկալում է եւ կարող է, այսինքն այդ բանը վերցնել, իսկ այդ մոլորեցնելու պահը ինչից է գալիս, հա։ Մենք մի հստակ բան եմ ուզում ասել, Նիկոլայ, մենք կոնֆլիկտի մեջ ապրող պետություն եղել ենք եւ հասկացել ենք, որ այն Հայաստանի Հանրապետությանը որևէ տեղ չի տանելու։
Այն բոլոր բաները, որոնց մասին խոսում է ընդդիմությունը, այսպես ասեմ, հավաքական որպես կերպար, հա նաև այդ նորաթուխ իրենց քաղաքական որպես, չգիտեմ, շարժում կամ ուժ ձևավորած ինչ որ միավորներ, բոլոր այն գործոնները, որոնց մասին ինքը խոսում է եւ հղում անում, որ դա արժանապատվության մասին է, դա արժանապատվության մասին չէ, դա մոլորեցնում է ուղղակի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, փորձելով կոնֆլիկտը որպես այսինքն կոնֆլիկտի շարունակությունը որպես արժանապատվություն մատուցել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, ասելով, որ գիտես ինչ կա, դու պետք է սա այսպես անես, այնպես անես, այ մենք կգանք, չգիտեմ ինչ, բայց ակնհայտ է, որ բոլոր այդ ուժերը խաղաղություն չեն ուզում, այլ ուզում են շարունակել Հայաստանի Հանրապետությունը պահել կոնֆլիկտի վիճակում, որովհետև դա իրենց օրակարգն է եւ դա իրենց կարելի ասել իրենք պարտավոր են սպասարկել այդ օրակարգը։ Տիկին Վարդանյան, տարիներ շարունակ հենց տարեմուտին եւ նոր տարվա օրերին բոլորը բաժակ են բարձրացնում, չէ՞, այդպես հայրենիքի համար, խաղաղության համար, զինվորի համար, բանակի համար, արդյոք կարծում եք, որ տարիների ընթացքում եւ մոտակա տարիների ընթացքում այդ խաղաղություն բառը դուրս կգա այդ կենացների մակարդակից, այնպես ինչպես օրինակ Բելգիայում, Միացյալ Նահանգներում բոլորը կարող են խմել հայրենիքի համար, բայց խաղաղությունը երբ դառնում է սովորական բան, արդեն էլ կենացը դժվար է, չէ՞, խմեն նորից, ասեն խաղաղության համար։ Այո, դա խաղաղությունը նման է առողջությանը, երբ ինքը կա, դու նրա մասին չես հիշում եւ հիշատակում։ Դու առողջության մասին հիշում ես այն ժամանակ, երբ որևէ ցավ է գալիս, հա, մարմնին։ Եվ դա իմ կարելի ասել մեծագույն երազանքն է, որպեսզի հենց այդ տրանսֆորմացիան, որի մասին ես խոսում էի, այսինքն այդ փոփոխությունը մենք շատ արագ կարողանանք ապրել, շատ արագ ապակինվենք խաղաղությամբ եւ շատ առողջ դիմավորենք խաղաղությանը եւ ոչ թե նրան, այսինքն ոչ թե լսելով ինչ որ այդ մոլորեցնող թեզերը դիմադրենք, հասկանում եք դրան, երբ ընդդիմադիր, այսպես ասած, այդ շրջանակը խոսում է նաև այդ համատեքստում, հա, խոսում է այն մասին, որ այ տեսեք, եթե խաղաղություն եք ուզում, ապա եւ դա շարունակում է ինչ որ թուրք-ադրբեջանական նարատիվներ եք ուրեմն դուք առաջ տանում կամ չգիտեմ ինչ, այսինքն փորձում են նույնականացնել խաղաղությունը այլ պետության նարատիվների հետ։ Հայաստանի Հանրապետությունը որևէ տեղ չի տեղափոխվելու այստեղից եւ կյանքը ցույց է տվել, որ Հայաստանի Հանրապետությունը կոնֆլիկտի մեջ ապրելով միայն կորուստներ է կրել կյանքերի տեսքով, ամենաառաջինը եւ ամենաթանկը ինչ կորցրել ենք, կորուստներ է կրել Հայաստանի Հանրապետությունը լքած քաղաքացիների տեսքով եւ նաեւ ել չեմ անդրադառնում, այսինքն բոլոր են տնտեսական սահմանափակումները եւ այլն, որոնք որ եղել են եւ հետեւաբար այսօր մեր քաղաքական թիմը առաջարկում է չգնալ նույն ճանապարհով, որովհետև երբ նույն ճանապարհով գնաս, հասնում ես ելի նույն տեղը եւ հետեւաբար մենք փոխում ենք ամբողջությամբ իրականությունը, փոխում ենք ասելով, ես նկատի ունեմ, որ բացվել է այդ հնարավորությունը ի վերջո գնալ խաղաղության եւ բալանսավորված եւ բալանսավորման մեր արտաքին քաղաքականությունը մեզ տվել է հնարավորություն գործընկեր տեսնել պետություններին, ոչ ունենալ տերեր, ոչ ունենալ թշնամիներ, այսինքն գործել որպես արժանապատիվ պետություն, միջազգային հանրության, ինքնիշխան պետություն, ով ինքն է որոշումներ կայացնում։ Մենք այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ասում ենք, որ պետք է տեր կանգնել այդ խաղաղությանը, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացին, երբ այս պայմաններում այն է խաղաղության, որն էլ մեր անկախության ամրապնդման կարևորագույն գործոններից մեկն է, Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինքն է որոշում ինչպես վարվել իր պետության հետ։ Երբ մենք ասում ենք, գիտես ինչ կա, այ սպասի հələ մի հատ մի քիչ էլ պահանջներ ներկայացրու կամ չգիտեմ ինչ արա եւ գնա շարունակի այդ կոնֆլիկտը, դա ակնհայտ ցույց է տալիս, որ կոնֆլիկտի մեջ եղած Հայաստանի Հանրապետությունը եղել է այլ ավելի մեծ քաղաքական օրակարգեր սպասարկող գործիք ես կարող եմ ասել։ Այլ պետությունների ձեռքից։ Իհարկե։
Դուք ձեր շնորհավորական տեքստում կամ ուղերձում մի հետաքրքիր միտք եք նաև նշել. պետք է լսենք խաղաղության լռությունը երախտագետ լինելով մեր զավակներին, ովքեր կյանքի գնով մեզ տվել են անգնահատելին։ Այսինքն մենք այստեղ նաև այս պահը արժևորելու խնդիր ունենք, Տիկին Վարդանյան։ Միանշանակ։ Ես պետք է նշեմ, որ խաղաղության մասին ես գրառումս եւ ընդհանրապես խաղաղության մասին որևէ խոսք շրջանակների, էլի նույն շրջանակների կողմից փորձ է արվում տորպեդահարվել, փորձ է արվում կասկածամտություն սերմանել հնարավորինս շատ, այսինքն հասարակության մեջ, ասելով, որ սպասեք հլը սա խաղաղություն չէ, որ մենք դեռ ինչ-որ պահանջներ ունենք կամ չգիտեմ ինչ, կարելի է ասել բավականին մեծ դիմադրության է եւ ներվի է հանդիպում խաղաղության մասին խոսքը եւ խաղաղության լինելիությունը այդ շրջանակների կողմից։ Եվ ավելին ասեմ, ես կարծում եմ բոլոր այն մարդիկ, բոլոր այս տասնամյակների ընթացքում, ովքեր իրենց կյանքի գնով մեզ տվել են իսկապես անգնահատելին, մենք այսօր պետք է միշտ հիշենք եւ երախտագետ լինենք այդ մարդկանց, որովհետեւ դա պետության, Հայաստանի Հանրապետության համար եւ ինքնիշխան պետության համար դա կարելի ասել իսկապես անգնահատելի եւ պետք է սա արժևորել։ Իսկ երբ նման շրջանակներ, օրինակ եմ ասում զոհերի թվի մասին խոսելիս, ասում են օրինակ 5000, երբ մենք ունենք պաշտոնապես հաստատված 3833 մարդ, ով զոհվել է պատերազմի ընթացքում, ինձ մոտ մեծ զայրույթ է առաջանում նման որևէ նման խոսույթ լսելիս, որովհետև տպավորություն է, որ դա ավելի շատ ինչ-որ խաղատանը պոկերի սեղանի շուրջ ավելի մեծ խաղադրույք, ով ավելի շատ կասի, նա ավելի հաղթած է, այս տրամաբանության մեջ է, թվերի հետ խաղում են առանց գուցե գիտակցելով, ուղղակի չեմ պատկերացնում ինչպես կարելի է գիտակցել, որ մարդկային կյանքերի մասին է խոսքը եւ ինչ որ թիվ հնչեցնել առանց բան անելու, որպեսզի զուտ դիմացինին մեղադրես։ Սա սարսափելի բան է եւ ես հույս ունեմ, որ մենք սրա մեջով կանցնենք եւ կդադարի այս աղմուկը։ Կդադարի, կարծում եմ, բնականաբար երևի ընտրություններից հետո։ Տիկին Վարդանյան, դուք արդեն խոսեցիք արժանապատիվ խաղաղության մասին եւ ասացիք, որ խաղաղությունը, բայց այդուամենայնիվ նույն ընդդիմությունն ասում է, որ իշխանությունը սպասարկում է չէ Թուրքիայի եւ Ադրբեջանի օրակարգը, դրա համար սա այն խաղաղությունը չէ, որը մեզ պետք է, այսինքն մենք անելու ենք այն, ինչ ուզեն մեր երկու հարևան պետությունները։ Նախ պետք է ասեմ, որ մենք ընդհանուր առմամբ խաղաղության գնալիս, իսկ այդ փաստաթուղթը, որը ստորագրվել է, այդ փաստաթուղթը բանակցվել է երկար ամիսներ եւ փաստաթղթում այդ ամիսների ընթացքում մենք արձանագրել ենք մեր պետության շահերից բխող բոլոր կետերը, որոնց մեջ նաեւ բոլոր այն այդ կետերը տալիս են պատասխաններ նաեւ բոլոր այն մտահոգություններին օբյեկտիվ, որոնք օգոստոսի 8-ին 2025-ի Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթղթի մասին է խոսքը։ Այդ փաստաթղթի մասին է խոսքը եւ հետեւաբար երբ խոսում են այն մասին, թե արժանապատիվ է կամ ոչ, արժանապատվությունը մի կողմ, որ մենք սպասարկում ենք ինչ-որ թուրքական նարատիվ, ավելին ասեմ, ես նկատել եմ, որ դա որպես վիրավորանք անդադար, ասելով, որ չգիտեմ, ինչ-որ մեկը, ասենք, մեր թիմից գնացել է Թուրքիա սովորելու, Ռուբեն Ռուբինյանի մասին են խոսում, ասում են, գնացել է Թուրքիա սովորելու եւ չնայած Ռուբեն Ռուբինյանը հերքեց դա, բայց ինձ մոտ իսկապես հարց է առաջանում եւ ինչ խնդիր կլիներ, եթե որևէ հայ մարդ սովորեր Թուրքիայում։ Ինձ համար դա անհասկանալի մեղադրանք է։ Մենք Թուրքիայի Հանրապետությունում ունենք հայ համայնք։ Հասկանում եք, սա ազգամիջյան ինչպիսի ատելություն են սերմանում, ուղղակի այս տոնական օրով չեմ ուզում այսքան բարկանալ այս թեմայի վրա, բայց իսկապես դա բարկացնող է, չի կարելի այն բացասականը եւ այն նեգատիվը, որը որ անդադար փորձում են դեպի ժողովուրդն ուղղել թիրախավորելով այսօրվա իշխանությանը, դա ուղղակի անթույլատրելի է։
Տիկին Վարդանյան, ամեն դեպքում այս տարին ընտրական տարի է 2026-ի հունիսին լինելու են ազգային ժողովի ընտրություններ եւ դուք առաջարկում եք խաղաղ Հայաստան, բարեկեցիկ Հայաստան եւ ես նորից կրկնեմ, որ կա այսպիսի տեսակետ, որ ժողովրդի հիշողությունը կարճ է, արդյոք այս պահը արժևորում է հասարակությունը։ Կարծում եմ, որ 2026 թվականին ժողովուրդը կանգնելու է ընտրության առջև եւ ընտրելու է խաղաղությունը կամ կոնֆլիկտի շարունակությունը։ Ես կարող եմ վստահորեն ասել, որ ժողովուրդը կընտրի խաղաղությունը, որովհետև կոնֆլիկտը ակնհայտորեն որևէ կերպ չի նպաստել ոչ ժողովրդի, ոչ անձնական, ոչ պետական առումով մեր ժողովրդին։ Հետևաբար, այո, մենք գնալու ենք այս ընտրություններին եւ մեր ամենակարևոր ձեռքբերումը, որը այդքան նաեւ խոսք է գնում մեր քաղաքական թիմի, օրինակ եմ ասում են կառավարության ծրագիրը, չգիտեմ, մասնակիորեն եք կատարել կամ չեք կատարել, չգիտեմ, տարբեր որակի մեղադրանքներ են հնչում, բայց ես պետք է ասեմ, որ 2021 թվականին, խնդրում եմ մի հատ բոլորս վերհիշենք, թե Հայաստանի Հանրապետությունը ինչ դիրքերում էր եւ ինչ վիճակում էր, եւ 2021 թվականից հետո մենք կարողացել ենք հաստատել խաղաղություն, դա ուղղակի այնքան մեծ ձեռքբերում է, որ մենք պատրաստ ենք ատամներով պահել այդ խաղաղությունը եւ որևէ մեկը իր որևէ մոլորեցնող, չգիտեմ, ինչ անող թեզերով չի կարող այն չեզոքացնել այդ գործոնը, այսինքն այդ մեծ արժեքը, որը ձեռք ենք բերել։ Տիկին Վարդանյան, քանի որ օրը տոնական է, այսպեսի մի հարց։ Աշխարհում ամենահայտնի արտիստներից մեկը, ում ես շատ սիրում եմ, Շերոն Սթոունը։ Ամենահայտնի կինոաստղերից մեկն էր, մինչև մի օր արթնացավ Լոգասենյակի հատակին ու չկարողացավ հիշել անգամ սեփական անունը։ Ու հետո արդեն այսպես սկսում է կյանքը վերարժևորել բավական դժվար փուլերից հետո ընկերներ, ովքեր ժամանակին ընկերներ են եղել, մարդիկ, ովքեր միշտ նրա շուրջն են եղել, որովհետև նա ամենապահանջված աստղերից մեկն է եղել։ Արժևորում է այսօր Ծովինար Վարդանյանը այն մարդկանց, ովքեր իր կողքն են եւ այն ամենը, ինչ այսօր ունի Ծովինար Վարդանյանը եւ առհասարակ մենք ունենք այդ մարդկային այդ հատկանիշը, որ արժևորենք այն, ինչը որ կա մեր կյանքում, թե մենք միշտ ասում ենք այս, հետո ասում ենք, բայց այս ժամանակ շատ ավելի լավ էր։ Շատ լավ հարց եք տալիս, այսինքն գնահատել ունեցածդ եւ նկատել ինչ ունես դու այսօր, դա երևի ամենակարևոր մարդկային հատկանիշներից մեկն է, որը մարդուն թույլ է տալիս լինել երջանիկ, որովհետեւ երբ դու անդադար ուզում ես մի բան, որը որ հետո է լինելու, այսինքն դու չես գնահատում այս պահին դու ինչ ունես, դա լինի քո առողջությունը, քո տանիքը, որի տակ կարող ես հանգիստ պարկել, քնել, կամայական բան, քո հարաբերությունները մարդկանց հետ, փողոցում անցորդի տված ժպիտը, եղանակը եւ այլն, այս ամեն ինչը երջանկացնում է մարդուն եւ հետեւաբար հենց այդ համատեքստում էլ գուցե խաղաղության մասով էլ մենք պետք է նկատենք այն ինչ այսօր մենք ունենք եւ երբեք չնայենք այն ամենին ինչ կուզենայինք ունենալ եւ այսօր չունենք եւ դրանով ապրենք կյանքը, այսօրվա կյանքը չապրենք, այսօրվա կյանքը թաղենք կամ անցյալի մեջ կամ ապագայի սպասելիքների։ Տիկին Վարդանյան, ասում են իսկական ընկերը նա, ով կարողանում է կրկնապատկել քո երջանկությունը եւ գոնե կիսով չափ նվազեցնել քո տխրությունը։ Եղել են էտապներ կամ փուլեր, որոնք եղել են ցավոտ եւ դուք կորցրել եք ձեր ընկերներին հաշվի առնելով նաեւ քաղաքական խնդիրները, քաղաքական հայացքները։ Եղել են դեպքեր, երբ ես կորցրել եմ ընկերներ, դեպք չէ։ Հենց այդպես էլ եղել է, որ ես ընկերներ եմ կորցրել, ցավով պետք է նշեմ դրա մասին, բայց մեղադրելու էլ չի, որովհետեւ մտածում եմ, որ երևի մարդիկ պատերազմից հետո մեղավոր էին փնտրում, որովհետեւ ամեն մեկը իր մեղքի բաժինը չի ուզում ընդունի, միշտ ուզում է գտնի այն մեկին, ով ավելի մեղավոր է կամ ով մեղավոր է եւ դրանով փորձի այսպես ասած հանգստացնել կամ որևէ կերպ արդարացնել ինքն իրեն։ Չեմ մեղադրում այդ մարդկանց, բայց պետք է նշեմ, որ այո, ցավոտ է դա, իհարկե, մարդկային հարաբերությունները շատ կարևոր են, բայց պետք է նաև նշեմ, որ գիտակցել եմ լիովին հենց պատերազմից հետո
այդ զգացողությունը, թե ինչքան կարևոր է պահել ժողովրդի իշխանությունը եւ որևէ կերպ, այսինքն չգնալ այդ հետ պատերազմական այդ սադրանքներին եւ ամբողջ այն նեգատիվը, որը գալիս էր, եւ սա կարելի ասել ինձ համար առաջնահերթ է եղել։ Քանի որ օրը տոնական է, Եվ ես հուսամ, որ իմ բոլոր այն ընկերները, ովքեր որ շատ չեն, բայց կան, ովքեր որ հեռացել են, հա, այս պատերազմական, այսպես ասած, հողի վրա ինձանից կամ իրանց մեջ ինչ-որ բան են մեղադրել կամ չգիտեմ ինչ, ես հուսամ, որ իրանք մի օր հետադարձ հայացքով կնայեն, երևի կհասկանան իրականում ինչի մեջով է անցել Հայաստանի Հանրապետությունը եւ այսօր ինչ ունի եւ կգնահատեն այն խաղաղությունը, որը այսօր կա։ Մենք ամեն դեպքում վերադառնում ենք այն թեմային, որ իրականում գնահատելու հետ կապված խնդիրներ ունենք։ Միանշանակ, միարժեք։ Եվ քանի որ օրը տոնական է, վերջին հարցը միշտ սովորաբար ամանորի հետ կապված ինչ-որ ցանկություններ, չէ, այսպես մտածում են հրաշքներ, այ ինչ ցանկություն ունի Ծովինար Վարդանյանը, որը կուզի իրականանալ 2026 թվականին։ Ոյ։ Ես պետք է ասեմ, որ ամենամեծ ցանկությունս, որ ես կուզենայի, դա արդեն իրողություն է, այն է խաղաղության հաստատումը, բայց կուզենամ նաև տեսնել իմ ժողովրդին էլ ավելի խաղաղությունը վայելելիս կուզեմ տեսնել եւ այո, մի պահ տեսնեմ, որ ինչպես այն ժողովուրդը այդ խաղաղության միջավայրում այն աստիճանի տրանսֆորմացվել որպես խաղաղ պետության քաղաքացի, որ չի նկատում այդ խաղաղությունը այլևս։ Դա իր համար ոչ թե ցանկություն է, այլ սովորական միջավայր։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ իմ հյուրը Հայաստանի ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Ծովինար Վարդանյանն է։ Շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։